Հնչեցրել են կաթողիկոսյանն հեռացրել են։ Դուք ևս հնչեցրել եք ինչ-որ այդպիսի։ Բնականաբար։ Չեն հեռացրել ձեզ որևէ։ Ոչ, չեն հեռացրել, երևի չեն նկատել, այսպես ասած, որովհետև բոլորին կհեռացնեին այդ դեպքում, ինչպես ականատեսի եղանք Հովհաննիսյանի եւ մնացածների հեռացումը եկեղեցուց։ Մենք ձեզ Բագրատ Սրբազանի նիստերին տեսնում ենք, նրա աջակիցներից, խմբակիցներից եք։ Այո, ես Սրբազան պայքարի երիտևից եմ։ Ինչ եք որոշել հենց Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացնել։ Որովհետև պետք է բոլոր հայերը գան այստեղ, գնան այն եկեղեցիները, որտեղ գնում այս սրբապիղծ Նիկոլ Փաշինյանը եւ հնչեցնեն Վեհափառի անունը եւ բարձր բանն Վեհափառի անունը, որովհետև այսպես եթե շարունակվի, ընդհանրապես կկործանվեն։ Իսկ ինչ զգացիք, երբ որ Վեհափառի անունը զեղչվեց։ Ամոթ, ուղղակի ամոթ։ Մեզ բոլորիս ամոթ, որ սրա նմանները կարողանում են մեզ այսօրին հասցնել։ Կներկանաք եւս մեկ անգամ։ Գրիգորյան Լուսինե, Սրբազան պայքարի երիտևից։ Որպես հավատավոր մարդ, դուք եք այն համոզման, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն արտաքին պատվեր է իրականացնում, մասնավորաբար մենք լսեցինք Փաշազադեի հայտարարությունը, որից հետո ակտիվացան եկեղեցուն ուղղված հալածանքները։ Ինչ կարծիք եք այս մասին։ Ես ունեմ միայն մի կարծիք, պետք է պարզապես հեռացնել սրան եւ իր ոհմակին։ Այդ ժամանակ կվերականգնվի եւ արդարությունը, եւ մեր երկրի ազատությունը, եւ մեր արժանապատվությունը։ Ձեզ ոստիկանները ուղղակի այս կողմ հրավիրեցին ու Այո, բարձրապես այս կողմ հրավիրեցին, ինչու զարմանալի է։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն ձեզ։